կծել չունի, չէ՞ ինքը։ Չէ, որ ասենք անսամբ բռնես կճանգրի, ասենք։ Շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջոցառումները բնապահպանության թանգարանի բակից են սկսվում։ Էկզոտիկ կենդանիներն այս անգամ միայն ցուցադրության համար չէին, դրանց կարելի էր նաև շոյել։ Բալիկները կարողանան մոտիկից ծանոթանալ մեր կենդանիների հետ։ Բնության պահպանության համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է «Ես բնության հետ եմ»։ Բնապահպանության նախարարը հիշեցնում է, մարդկությունը կարող է զարգանալ եւ հարատևել բնության հետ ներդաշնակ ապրելով։ Մարդու մտածողության, նրա էկո պատկերացումները հարստացնելու մեջ է, այսինքն գիտակցաբար գործողություն չձեռնարկելու։ Հայաստանի բնությանը սպառնացող հիմնական ազդեցություններից մեկը նախարարը համարում է հանքարդյունաբերությունը։ Արծվիկ Մինասյանի խոսքով այն էական վնասներ է պատճառում ջրային ռեսուրսներին, օդային ավազանին եւ կանաչ տարածքներին։ Քննարկում ենք հենց այս հարցը, որպեսզի կարողանանք այնպիսի նորմեր եւ այնպիսի պահանջներ առաջադրել, որ թե շահագործման եւ թե նաեւ կոչամբարների բացական երևույթները, դրսևորումները փորձենք նվազագույնի հասցնել։ Նախարարի խոսքով արդեն 2 գերատեսչություն մշակված հայեցակարգ ունի պոլիէթիլենային տոպրակները շրջանառությունից հանելու եւ դրանք փոխարինելու համար։ Այս պահի դրությամբ ստեղծում է համապատասխան փաստաթուղթ թե տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը եւ թե նաեւ մեր նախարարությունը։ Բնապահպանության նախարարությունը մինչև տարեվերջ կներկայացնի նաեւ էկոդաստիարակության հայեցակարգ։ Վիտալի Գրիգորյան, Անդրանիկ Արթենյան, ժամը լրատվական։